Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարում։ Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում Եվրամիության երկրներին հորդորել է արագացնել քայլերը աջակցելու Հայաստանին ռուսական վերջին սահմանափակումների ֆոնին։ Բրյուսելից հայտնել են Ազատության աղբյուրները։ Գերմանիայի կառավարության անունից Պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 16 ձյունագնաց Հայաստանի զինված ուժերի տեխնիկական միջոցների արդիականացման եւ կարողությունների զարգացման նպատակով։ Զինված ուժերի ԳՇՊետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Համայնքային ենթակառուցվածքների զարգացում, հաշմանդամություն ունեցող եւ ավագ տարիքի քաղաքացիների զբաղվածության խթանում, նաեւ ջերմատնային տնտեսությունների համար լրացուցիչ արտոնություններ, կառավարության հերթականիստում գործադիրը քննարկել եւ հաստատել է մի շարք նախագծեր։ Խորհրդարանն այսօր շարունակել է Քարորյանի սերի աշխատանքը, հերթականիստին ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը ներկայացրել է Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, խոսել տնտեսական աճի, նաեւ գնաճի մասին։ Օրվա ավարտին 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանը հայտարարվեց փակված։ Վերջին քառօրյայի ընթացքում կառավարության անդամները հանդես եկան ոլորտային գերատեսչությունների 25 թվականի տարեկան կատարողականի հաշվետվության ամփոփմամբ։ Նաև առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին մի շարք օրենքների նախագծեր։ Ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման ֆոնին սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի օդանավակայաններում։ Ուկրաինայի նախագահն էլ հայտարարել է, այս հարձակումը Կիևի Պեչորյան մայրավանքի դեմ ռուսական հարձակման պատասխանն էր, նաև զգուշացրել, եթե հարձակումները շարունակվեն, ապա Մոսկվան կայրվի։ Օրվա միջազգային անցուդարձը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում Եվրամիության երկրներին հորդորել է արագացնել քայլերը աջակցելու Հայաստանին ռուսական վերջին սահմանափակումների ֆոնին։ Բրյուսելից հայտնել են Ազատության աղբյուրները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը մտադիր է Հայաստանին արտոնյալ պայմաններ, առևտրի ինքնավար միջոցառումներ առաջարկել, որի շրջանակում հայկական որոշ ապրանքներ կարող են եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի եւ քվոտաների։ Միրզոյանի այցի ընթացքում Եվրահանձնաժողովը վերահաստատել է այս հանձնառությունը։ Ակնկալվում է, որ ապրանքների ցանկը հայտնի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում։ Իդեպ վարչապետ Փաշինյանը այսօր լրագրողների հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության գործընկերներին արագ արձագանքելու, նաև ֆինանսական աջակցության համար։ Նա ընդգծել է, որ կան արդեն պայմանագրեր մեծ եւ երկարաժամկետ խմբաքանակների արտահանման համար։ Հայաստանը արդեն 3 տարի է, ինչ չի վճարել իր անդամավճարները, այս մասին հայտարարել է ՀԱԲ գլխավոր քարտուղար Մասադիկովը, նշելով, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում կազմակերպության աշխատակիցներին, մինչդեռ դե յուրե ՀԱԲ կլիրավ անդամ է։ ՀԱԲ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը եւ անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքի զրկելու հարցը, ասել է նա։ Հայաստանի կողմից ՀԱԲ-ին անդամակցությունը սառեցնելու որոշումը հատկապես Փաշինյանի այն պնդման ֆոնին, թե իբր կառույցն ինքն է դուրս եկել երկրից, բարդ տրամաբանության արդյունք է։ Երևանն այժմ ինչ-ինչ պատճառներով սառեցնում է մի կառույց, որը արդեն իսկ իր իսկ պնդմամբ լքել է Հայաստանը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի Eagle Partner 2026 զորավարժությունները։ Նրա խոսքով այս զորավարժությունները որևէ խաղաղապահ նպատակ չեն հետապնդում։ ՆԱՏՕ-ականների հիմնական նպատակը Զախարովայի հայ զինվորականներին Ռուսաստանի դեմ կռվել սովորեցնելն է, իսկ այս զորավարժությունները ոչ մի օգուտ չեն բերի Հարավային Կովկասի կայունացմանը, այլ միայն նոր աշխարհաքաղաքական բաժանարար գծեր եւ սպառնալիքներ կստեղծեն։ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ժամանակի նման բան պատկերացնել անգամ անհնար էր, հատկապես որ Ռուսաստանում մեծաթիվ հայ համայնք է ապրում, որի անդամներից շատերը չեն պատրաստվում ընտրության առջև կանգնել կամ իրենց սիրտը երկու մասի բաժանել։ Զինված ուժերի ԳՇՊետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանն էլ ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բուշին։ Այցի ընթացքում դեսպանը Գերմանիայի կառավարության անունից Պաշտպանության նախարարությանը փոխանցել է 16 ձյունագնաց Հայաստանի զինված ուժերի տեխնիկական միջոցների արդիականացման եւ կարողությունների զարգացման նպատակով։ Դեսպանը նշել է, որ Հայաստանն ու Գերմանիան կապված են սերտ հարաբերություններով։ Նա մասնավորապես ընդգծել է, որ 2025 թվականից երկկողմ հարաբերություններն ամրապնդվել են գործընկերության ռազմավարական օրակարգով։ Ձյունագնացները կիրառվելու են բարձր լեռնային պայմաններում անձնակազմի եւ փոքրածավալ թեթև բեռների փոխանակման նպատակով։ Գերմանիայից ժամանած փորձագետների աջակցությամբ Հայաստանի զինված ուժերի անձնակազմը այս օրերին անցնում է ձյունագնացների շահգործման վերապատրաստումներ։ Համայնքային ենթակառուցվածքների զարգացում, հաշմանդամություն ունեցող եւ ավագ տարիքի քաղաքացիների զբաղվածության խթանում, նաեւ ջերմատնային տնտեսությունների համար լրացուցիչ արտոնություններ։ Կառավարության հերթականիստում գործադիրը քննարկել եւ հաստատել է մի շարք նախագծեր, որոնք ուղղված են սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ տարբեր ոլորտներում առկա խնդիրների հաղթահարմանը։
Կառավարությունը 2026 թվականի բյուջեից կհատկացնի ավելի քան 1 միլիարդ 634 միլիոն դրամ համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար։ Խոսքը 2022-ից 25 թվականներին հաստատված եւ դեռևս ընթացքի մեջ գտնվող ճանապարհների, ջրագծերի, մանկապարտեզների, մշակութային եւ համայնքային այլ կառույցների կառուցման ու վերանորոգման աշխատանքների մասին է։ Նախագծով առաջարկում ենք համաֆինանսավորել 13 համայնքների թվով 16 սուբվենցիոն ծրագրեր։ Ըստ մարզերի հետևյալ բաշխվածությամբ Արագածոտնի մարզ 1 ծրագիր, Արարատի մարզ 3 ծրագիր, Արմավիրի մարզ 4 ծրագիր, Գեղարքունիքի մարզ 2 ծրագիր, Կոտայքի մարզ 3 ծրագիր, Տավուշի մարզ 3 ծրագիր։ Միաժամանակ, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, կցանկանամ նշել, որ այս համաֆինանսավորումը հաստատելու պարագայում արդեն 7 միլիարդ 35 միլիոն դրամի համաֆինանսավորված ծրագրեր կունենան 2026 թվականի պետական բյուջեից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ անդրադարձ կատարեց էներգոարդյունավետության ծրագրի արդյունավետությանն ու դրա անհրաժեշտությանը։ Այս ծրագրից բնակիչների արձագանքը շատ դրական է, որովհետև գործնականում մարդիկ տեսնում են կոմունալ ծախսերի էական կրճատում։ Ես հիմա ճիշտ է, չեմ կարող ասել, մենք շրջակա միջավայրի նախարարությունում էր ծրագիրը, ճիշտ եմ հիշում, չէ՞։ Այդ ծրագիրը էներգոարդյունավետության ծրագիր ունեցել ենք, ավարտվել է, պարոն վարչապետ։ Դե ես հենց այդ եմ ասում, որ մեզ պետք է գտնել ձև շարունակել այդ ծրագիրը եւ ընդհանուր առմամբ, երբ որ մենք խոսում ենք էներգետիկ վերափոխման մասին, այս մասնավորապես բնակարանների էներգոարդյունավետության բարձրացումը էներգետիկ վերափոխման եզրափակիչ փուլն է եւ հիմա ընդհանուր առմամբ մենք պետք է մտածենք, արդեն ես խնդիրը դրել եմ, ես էլ եմ նայում, թե մենք միջգերատեսչական ինչ ձևաչափ կարող ենք ունենալ, որպեսզի ապահովի էներգետիկ տրանսֆորմացիան։ Այս ծրագրով ներդրված գումարը մենք ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը, ասաց Փաշինյանն ու հավելեց. Պետք է նայենք հանրապետությունը, մենք քանի պանելային շենք ունենք, որոնք սեյսմիկ խնդիր չունեն եւ մեր պլանն է, որ առաջիկա 50 տարում այդ շենքերը լինելու են եւ շահագործվելու են որպես այդպիսին։ Եվ մենք խնդիր պետք է դնենք բոլոր պանելային շենքերը էներգոարդյունավետության այս ծրագիրը իրականացնենք։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրեց, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում միայն նախորդ տարի պատմական մեծ չափի 60 միլիարդ դրամի համաֆինանսավորում են ունեցել, իսկ վարչապետը գործադիր անդամների ուշադրությունը հրավիրեց բնակավայրերում ստվերի կրճատման տեմպերին, որոնք արտահայտվում են ՀԴՄ կտրոնների կիրառմամբ։ X ժամանակում, եթե որևէ ձեռնարկություն դա վերաբերվում է եւ միկրոբիզնեսին եւ շրջանառության հարկով աշխատողին։ Տարվա մեջ օրինակ կնայենք 3 անգամ ՀԴՄ չթողարկելու համար բան եղավ, արձանագրվեց ՀԴՄ բաց չթողնելու փաստ, 5 տարի ինքը պետքա զրկվի ընդհանրապես եւ միկրոբիզնեսի եւ շրջանառության հարկի ոլորտում աշխատելու։ Այսինքն պետքա միանգամից մտնի եւ 5 տարի պետքա արգելվի, միայն ավելացված արժեքի հարկի համակարգով պետքա աշխատի։ Ես հասկանում եմ, որ կարա ոմանց համար սա նշանակի դե ֆակտո փակում, բայց ուրեմն թող ՀԴՄ կտրոնները թողարկեն։ Գործադիրը նախատեսում է նաև լրացուցիչ արտոնություններ տրամադրել ջերմատնային այն տնտեսություններին, որոնք վերջին շրջանում ֆինանսական դժվարությունների են բախվել Ռուսաստանի Դաշնություն արտահանման սահմանափակումների հետևանքով։ Նախագծով առաջարկվում է շահառուների համար վարկերի մարման ժամկետը երկարաձգել 6 ամսով, նաև տրամադրել լրացուցիչ 6 ամսյա արտոնյալ շրջան մայրգումարի եւ տոկոսների վճարման հետաձգմամբ։ Մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը իրականացված մոնիտորինգի արդյունքներով, եթե ջերմատունը կառուցվել է եւ 26 թվականի ընթացքում իրականացրել է գյուղատնտեսական արտադրանքի արտադրել, վաճառել է, վարկի մարման համար սահմանված առավելագույն 8 տարի ժամկետը երկարաձգել 6 ամիս ժամկետով եւ սահմանված 12 ամիս արտոնյալ ժամկետից բացի տրամադրել լրացուցիչ 6 ամիս վարկի մայրգումարի եւ տոկոսադրույքի արտոնյալ ժամկետի համար։ Նիստում քննարկվեց նաև հաշմանդամություն ունեցող անձանց եւ 63-ից բարձր տարիքի քաղաքացիների զբաղվածության ապահովման նոր ծրագիրը։ Նախաձեռնության նպատակն է բարձրացնել այս խմբերի մրցունակությունն աշխատաշուկայում եւ խրախուսել գործատուներին նրանց աշխատանքի ընդունելու հարցում։ Ծրագրի շրջանակում գործատուներին
փոխհատուցվի աշխատանքի ընդունված անձանց աշխատավարձից վճարված եկամտային հարկի մի մասը առաջին 6 ամիսների ընթացքում։ Առաջի 3 ամիսների համար առաջարկում ենք եկամտային հարկի փոխհատուցում 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 25000 դրամը, 4-ից 6 ամիսների համար, այսինքն երբ որ կշարունակվի եւ ըստ էության ավելի կայուն կդառնա այդ աշխատանքային հարաբերությունը 100%-ի չափով եկամտային հարկի, բայց ոչ ավել 50000 դրամը։ Բացի այդ, եթե աշխատանքային հարաբերությունները շարունակվեն առնվազն 1 տարի, գործատուն կստանան նաև 100,000 դրամի միանվագ աջակցություն։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Խորհրդարանն այսօր շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը։ Հերթականիստին Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը ներկայացրել է Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։ Նրա խոսքով 2026 թվականին տնտեսական ռիսկերն ու անորոշությունները հիմնականում աշխարհաքաղաքական բնույթի են, այդ թվում նավթի գների հետ կապված վայրիվերումները, որոնք հանգեցնում են գնաճի։ Ըստ Նուրբեկյանի արձանագրվել է բարձր տնտեսական աճ եւ ըստ էության ոչ շատ բարձր գնաճ։ Իդեպ այս նիստին եւս ընդդիմությունը չի ներկայացել։ Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը, մինչև նոր նախագծերի եւ զեկույցների ներկայացմանը падգամավորներն ընդունեցին նախորդ օրերին քննարկած օրենքների նախագծերը։ Նախ քվեարկության դրվեց կառավարության ներկայացրած բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Որոշումն ընդունվեց 57 կողմ դեմ 0 եւ 2 ձեռնպահ ձայներով։ Այնուհետև քննարկման ներկայացվեց կառավարության կողմից բանկերի վերակառուցման մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծի հիմնական զեկուցող Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի խոսքով նոր օրենքների ընդունումը ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնված ֆինանսական ինստիտուտներին հնարավորություն է տալիս լուծարվելու փոխարեն շարունակել աշխատանքը վերակառուցման միջոցով։ Պաշտոնյայի խոսքով այս օրենքի ընդունումը ժամանակի հրամայական է, որով առաջնորդվում են առաջատար երկրների ֆինանսական համակարգերը։ Հարակի զեկուցող ֆինանսավարական եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը եւս իր խոսքում կարևորեց այս օրենքների ընդունումը, նշելով, որ այն ճկուն համակարգ է ստեղծում բանկային համակարգում։ Այն կառուցակարգերը, որոնք կարող են ստեղծվել եւ նաեւ այն բոլոր գործիքակազմը, որը այս պահին քննարկվում է, թույլ է տալու ունենալ ավելի վստահություն քաղաքացիների կողմից առ այն, որ բանկերի երբևէ որևէ բանկի որևէ ոչ դրական իրավիճակում հայտնվելու պարագայում, ապա գոյություն ունի այդ գործիքակազմը, որպեսզի Կենտրոնական բանկը կարողանա վերահսկել իրավիճակը։ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը ընդգծեց, որ 2026 թվականին տնտեսական ռիսկերն ու անորոշությունները հիմնականում աշխարհաքաղաքական բնույթի են, այդ թվում նավթի գների հետ կապված վայրիվերումները, որոնք հանգեցնում են գնաճի։ Ըստ Նուրբեկյանի, Հայաստանի Հանրապետությունում դրա հետևանքով գնաճի մակարդակը որոշակիորեն բարձրացել է, սակայն վերջին ամսում նորից նվազել է եւ այս պահին ունենք բարձր տնտեսական աճ եւ ըստ էության ոչ շատ բարձր գնաճ։ Հաջորդիվ քննարկվեց կառավարության կողմից ներկայացված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին եւ քաղաքաշինության մասին օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որի հիմնական զեկուցողն էր կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։ Մենք առաջարկում ենք, որպեսզի հարաբերությունների կարգավորումը տեղափոխվի օրենքի մակարդակ եւ որպեսզի օրենքով հնարավորություն ունենանք որոշակի ավելի ընդգրկուն լիազորություններ տրամադրելու այն մարմնին, որը որ իրականացնում է վարչարարությունը։ Այսինքն խոսքը կադաստրի կոմիտեի մասին է։ Լրացումներ, փոփոխությունները կատարում ենք գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում, որովհետեւ պետք է շեշտեմ, որ գույքի գրանցումը եւ կադաստրային քարտեզը դրանք անխզելի կապի մեջ են գտնվում։ Ներկայացված նախագծի վերաբերյալ հարակի զեկուցով հանդես եկավ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Պատգամավորն ընդգծեց, որ օրենքի ընդունումով հնարավորություն են ընձեռում կադաստրի կոմիտեին լուծելու տասնյակ տարիներ կուտակված խնդիրները, որոնց այսօր շատ հաճախ բախվում են քաղաքացիները գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու ժամանակ։ Մենք այս օրենքով հնարավորություն ենք տալիս, որպեսզի կադաստրի կոմիտեն քաղաքացիների խնդիրներով զբաղվի։ Ընդ որում այդ process-ը ոչ թե կատարվում է մենակ այն պատճառով, որ օրինակ համայնքները բավարար ինֆորմացիայի չեն տիրապետում կամ օբյեկտիվորեն երկար ժամանակ է պահանջում, այլ ցավոք սրտի կարող է համայնքների մեծ մասը բավարար գիտելիքներ կամ
իմացություն չունենան մարդկանց խնդիրներին լուծում տալու համար։ Առաջին ընթերցման քննարկվեց նաև կառավարության կողմից ներկայացված գնումների մասին, օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին, օրենքում լրացումներ կատարելու մասին, օրենքների նախագծերի փաթեթը։ Ավարտվեց ազգային ժողովի 8-րդ գումարման նստաշրջանը, վերջին քառօրյայի ընթացքում կառավարության անդամները հանդես եկան ոլորտային գերատեսչությունների 25 թվականի տարեկան կատարողականի հաշվետվության ամփոփմամբ, նաև առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին մի շարք օրենքների նախագծեր, որոնցից աղմուկահարույց Ցենտրական օրենսգրքում նոր փոփոխություններն են։ 2022 թվականի փետրվարի 1-ից ներդրված էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման բարեփոխումը ամենաարմատականը կարելի է համարել 2004 թվականին ոլորտում իրականացված բարեփոխումներից ի վեր։ Այդ մասին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի գործունեության մասին հաղորդման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Նա խոսել է նաև գազի հնարավոր թանկացման մասին։ Հաշվի առնելով գազամատակարարման համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջները, գազամատակարարման համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների փոփոխությունները 25 թվականին վերանայվել են բնական գազի փոխադրման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման եւ բնական գազի բաշխման սակագները։ Միևնույն ժամանակ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել եւ դրանք մնացել են անփոփոխ։ Ազգային ժողովի նիստի մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավոր Գեգամ Նազարյանն իր մտահոգությունը հայտնեց այն առնչությամբ, որ տաքսի ծառայություններն անձրևի ժամանակ կարող են 4 անգամ բարձրացնել ծառայության գինը։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե երբ եւ ինչ միջոցներով է կարգավորվելու այդ հարցը։ Ի պատասխան մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանը պարզաբանեց, որ տաքսի ծառայության սակագինը ոչ թե անձրևի պատճառով է թանկանում, այլ պահանջարկի մեծացման։ 2025-ին ունեցել ենք բավականին բարձր արդյունքներ՝ 2 տրիլիոն 725 միլիարդ դրամի հարկային եկամուտներ եւ տուրքեր, որոնք 14%-ով ավելի են 2024 թվականից։ Գերազանցում են ծրագիրը, նաև այն կանխատեսումները, որոնք արվել են 2025-ին։ Այդ մասին էլ ազգային ժողովում ՊԵԿ-ի 2025 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելիս ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Ունենք էական փոփոխություններ նաև հարկվճարողներին վերադարձված գումարների մասով։ Ընդհանուր 409 միլիարդ դրամ վերադարձ է տեղի ունեցել 4.2% աճով, որի մեջ էական դեր է ունեցել հատկապես հիպոթեկայի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձուցանիշները 96 միլիարդ դրամ 39.4% աճ։ Հավելենք ներկայացված զեկույցներից եւ նախագծերի փաթեթների ընդունումից հետո ազգային ժողովի նախագահ Արեն Սիմոնյանը 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանը հայտարարեց փակված։ Ազգային ժողովի ԿՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ ընդդիմադիր ուժերը չնայած անպագորգոր հայտարարություններին չեն կարող փողոցային պայքար սկսել, քանի որ հասարակության կողմից աջակցություն չունեն։ Եղոյանն անդրադարձել է նաև 3 տեղամասերում քվեարկության արդյունքները չեղարկելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու ԿՀ որոշման առնչությամբ բարձրացված աղմուկին։ Նրա մեկնաբանմամբ վերաքվեարկություն պետք է լինի այն դեպքում, երբ ամբողջ հանրապետության մասշտաբով անճշտությունների թիվը կարող է ազդել ընտրությունների, արդյունքների եւ մանդատների բաշխման վրա։ Եթե մենք գնանք այն կանխավարկածով, որ մեկ տեղամասի անճշտությունների թիվն էլ կարող է ազդել, այդ դեպքում հենց թեկուզ իշխանությունը կներեք, ես մի օրինակ բերեմ, օրինակ Գյումրու ընտրություններում, երբ մենք 200 ձայնով պարտվեցինք, հիշում եք, ընդհանրապես 200 ձայնով մենք Գյումրիում պարտվեցինք։ Պատկերացրեք այդ տրամաբանությամբ, հիմա կհն անվավ էր ճանաչել մի ինչ-որ տեղամաս, որտեղ մենք 200, ասենք մեզ չէր հերիքել, չգիտեմ, մեկում 100 ձայն, մյուսում էլի 100 ձայն։
Եվ այնտեղ մենք էլի քարոզարշավ անեինք այդ երկու տեղամասերում մարդկանց էլի համոզեինք եւ հավաքեինք այդ 200 ձայնը եւ ստանայինք քաղաքապետի պաշտոնը։ Դա կլիներ ճիշտ, դուք նույն հաջողությամբ կգայիք, կասեիք ինչ եք վերակվյարկություն դրել, չէ՞ որ դուք չեք հավաքել ամփոփված արդյունքներով այդ ձայները։ Ուժեղ Հայաստան կուսակցության Երևանի քանաքեր զեյթուն վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք հիշյալ կուսակցության համակիրների եւ նրանց հետ գործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, նաեւ տվել են ընտրակաշարք, հակակոռուպցիոն կոմիտեն հերթական ձայնագրություններ հրապարակել։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության Երևանի քանաքեր զեյթուն վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք հիշյալ կուսակցության համակիրների եւ նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաեւ տվել են ընտրակաշարք։ Ինչու՞ պիտի սանցներ որ բանը թո մաքուր պայեմ չլինի ցավտանան։ Եթե ասում եմ հələ թեման չեմ բացել, թեման ամսի 7-ից հետո կխփտանք։ Ժելացնը ես էլ ներկալնեմ, եթե ես կասնու տեղած բան կա։ Քո հետ չի, չէ, քո թեման չի։ Քոնը ես եմ տվել խոսքի, քո թեման ո՞նց կարա լինի։ Տալը ինչ կապ ունի։ Բա դրանից է սկսե այդ ցավտանը, բայրեք ինչ էի պատմում քեզ։ Այդ են պալի տարե, այդ ցավտանը, որ կրճել են ջոգիրը, մի ոնց որ խոսքի կրճելների հետի սաղից էլ պարզ է, ինձ էլ ապահով մաղաքները Չէ, դե միտքն եմ ասում, ջոգիր, որ ոնց որ մի խոսքի տամ ասեմ քեզի տենա, միտքն եմ ասում, էթա քեզի տես տենա, բայց ինձ էլ ասի չի կարա տենց բան լինի, ախպեր վրից խոսքի Ջոգիր ինչ եմ ասում։ Ընդամենը երկու բան եմ։ Ահա, սրանով բան չանեմ, գործում խոսամ։ Հասկացա։ Պատասխանների իմ մոտը։ Հասկացա, դու մեծ ջոգի տես ինչ ասա, ինչքան եմ մեծ SMS գրի մոտա, որ ջոգիր ինչ է եկե։ Այդ ճշումը մաշումը։ Սիրեցի պատինքը որը չէ։ Հա, ես չեմ ջոգում, չեմ ասում։ Համաձ բանալի խոսա։ Ասիկոնի 30-ը կվեկալ եք այդ ակտերի կեսը կմուծեք զանգիկ, սաղ ակտա։ Հա։ Սաղ ակտա արկադիրը։ Դե մի հատ սպասում տենամ գալիս է երբ չի գալի, մի հատ չէ փոխեմ մեծ Իրանն։ Հա։ Տակա, Ռոման, պրոստը Իրան ասա, որ փող է տալու, որ կանոնը շահագրգռվի։ Արա ինչ ես խոսում, ինչ ես խոսում սրանով, ալա։ Գնա ավտոմետ։ Արա սրանով իմ հետ մի խոսա, էլի տենց բաներ։ Են տելեգրամը տուրը։ Ահպերես, այլուս։ Կեր բաներ անուն ինչ է, որ շն սաղին տեսա ներքևներ, նորել վրթոին տեսա։ Հա, ցավոտ տալեմ։ Դեսեր կորը իրար, ապե սրանով բան չեմ ուզում անել, ոբշա։ Տոշնիա, ոբշա։ Վրթոն կզանգի, հա, ինձի տենց հետա, մետ դու քո այդ եղածը բան կանենք, ախպեր է, որ այդ աղտակները բերեն։ Այրիկունը կերեմ ամ ախպերս։ Всё։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Իրանի երկու քաղաքացիներ ձերբակալվել են, որոնք փորձել են մաքսանենգ եղանակով Հայաստան ներմուծել առանձնապես խոշոր չափի 10 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ։ Օրերս պետք մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին պատրաստվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսանենգ եղանակով Հայաստան ներմուծել առանձնապես խոշոր չափի 10 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, թե թմրամիջոցների տեղափոխելու եղանակը եւ թե այն տեղափոխող ու ստացող անձանց ինքնությունը։ Թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածի արկայության հիմքով Երևան քաղաքի հյուրանոցներից մեկի հարակից տարածքից ձերբակալվել եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Հ.Ա.Ն եւ Մ.Թ.Ն։ Ձերբակալված անձինք ներկայացվել են Հայաստանի Հանրապետության քննիչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 393-րդ եւ 399-րդ հոդվածների հատկանիշներով նախատեսված քրեական վարույթի շրջանակում նրանք ձերբակալվել են։
Դատանի համապատասխան որոշումների հիման վրա նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Պետ մաքսանագության դեմ պայքարի վարչության, ազգային անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության եւ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում տվյալներ է ստացվել, որ հիշյալ մարիխուանա տեսակի թմրամիջոցի մի մասը 3 կիլոգրամը Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է փոխանցվեր այլ անձանց։ Պարզվել է, որ 3 կիլոգրամ թմրամիջոցը ձեռք են բերելու Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացին։ Վերջիններս իրացման նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ձեռք բերելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի արկայության հիմքով Երևան քաղաքի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանից ձերբակալվել եւ տեղափոխվել են Պետ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ Ձերբակալված ԱԳ-ն եւ ԷԽ-ը ներկայացվել են քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են։ Իրականացված խոզարկությունների արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են քրեական վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող իրեր։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումները շարունակվում են։ Վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրաված հնարավոր այլ անձանց ինքնությունը բարձելու ուղղությամբ։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Շարունակում ենք թողարկումը, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը կարող է որոշել հրապարակել իր տիրապետած տեղեկությունը, թե ոչ։ Կառավարության նիստից հետո հայտարարել է Փաշինյանը, անդրադառնալով Զվարթնոց օդանավականից Քոչարյանի օրերս մեկնելու տեսանյութի հրապարակմանը։ Փաշինյանի տեղեկացմամբ այս դեպքի առիթով ծառայողական քննություն չի նշանակվել, քանզի այդտեղ իրավախախտում չկա, այսինքն տեսանյութը հրապարակել է դրա իրավասություն ունեցող անձը։ Ճեպազրույցի այլ մանրամասները տեսանյութում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության արձանագրած հաղթանակը անխոցելի լեգիտիմ է, հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքներին։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի ղեկավարներին, Փաշինյանի ձևակերպմամբ ջախջախելուն, ապա իր այս հայտարարության մասին վարչապետը նշեց. Նկատի ունեմ քաղաքական իմաստով, այսինքն զրոյացնել նրանց քաղաքական ազդեցությունը։ Ապօրինի քաղաքական ազդեցությունը զրոյացնելու մասին է, որովհետև ընտրակաշառքներ բաժանելով Հայաստանում պետք է բացառվի քաղաքական ազդեցությունը փողի գործադրմամբ։ Նոր ընտրություններ անցկացնել իշխանությունը չի պատրաստվում, իսկ ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների մասով, մասնավորապես ընտրական ցենզի փոփոխման վերաբերյալ Փաշինյանը հայտարարեց. Խնդիրը հետևյալն է, որ ընտրությունների նախորդող շրջանում թե քաղաքացիական հասարակությունը եւ թե քարոզարշավի ընթացքում մեր քաղաքացիները այդ հարցը անդադ բարձրացրել են եւ ես սկզբունքորեն դեմ եմ եղել, որ մենք ընտրություններից առաջ նման փոփոխություններ անենք, որովհետեւ դա կարող էր հարցեր առաջացնել, բայց նաեւ խոստացել են, որ ընտրություններից անմիջապես հետո մենք դա կանենք։ Այս է պատճառը, որ պարզապես այն ինչ որ խոստացել ենք, արագ իրականացնենք, որպեսզի մարդիկ, այսինքն իրանց մոտ հարց չառաջանա, թե ինչու այդ փոփոխությունները չեն արվում։ Հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարանը են անցել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը ազգային ժողովում ունենալու է կայուն մեծամասնություն եւ ձևավորելու է կառավարություն, ինչպես նաեւ ընդդիմադիր ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները։ Ընդդիմադիրների խորհրդարան անցնելու մասով Փաշինյանը նկատեց Հայաստանի քաղաքացին խորհրդարանական ընտրություններում ազատ կամ արտահայտման հնարավորություն է ունեցել, ինչը անվիճելի է։ Որ ասում են իշխանությունը ձայներ է կեղծել, այդ ում ձայներն են կեղծել, ասում եմ, այդ մարդիկ թող հրապարակ գային, ասեն, կեղծել ենք մեր ձայները։ Մի հոգի հացադուլ էր անում, են էլ երեք դադարեցրեց։ Մյուս կողմից էլ իրավապահ մարմինների կողմից հրապարակված են տասնյակից ավելի ձայնագրություններ ընտրակաշառքների բաժանման եւ քաղաքացիներին տարատեսակ մեթոդներով շահագրգռելու վերաբերյալ։ Սա ըստ կառավարության ղեկավարի դատաիրավական համակարգի բաց թողումն է։ Ես համարում եմ, որ այն որ այս ընտրություններում ընտրակաշառք այդպիսի լայն ցանցագործել, այդ թվում դրա հետևանքն է, որ ժամանակին այդ անողները չեն պատժվել։ Միանշանակ եւ աներկա եւ սրան պետքա տրվի գնահատական։ Առնվազն քաղաքական գնահատական ես կտամ, իրավական գնահատականների մասին իրավաբանները իրենք կգնահատեն եւ իրավական համակարգը ինքը պետք է գնահատի, բայց ակնհայտ է, որտեղ մենք ունենք դատաիրավական համակարգի ճգնաժամ եւ այդ ճգնաժամը պետք է որևէ ձևով լուծվի։
չի բացառվում, նաև գնանք հասնենք անհատական մակարդակի պատասխանատվությամբ, հասկանանք ով ինչ որոշում ա կայացրել եւ ինչու։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբման գործընթաց սկսելու մասին։ Հարցին սա արդյոք հետընտրական բողոք գեներացնելու նախերգանք չէ, Փաշինյանը պատասխանեց։ Ձեր նշած համախմբումը նոր չի տեղի ունեցել, այդ համախմբում վաղուց է տեղի ունեցել, ուղղակի չէին հայտարարում, որ ժողովրդի տրամադրությունը չընկնի։ Այսինքն այդ ուժերը համախմբվելու ինչ է, այդ ուժերը նույն ուժն են, նույն կետից կառավարվող, նույն սկզբունքների հիման վրա գործող, այսինքն դա այդ ինչ նորություն է, ակնհայտ փաստ է դա։ Ներքաղաքական հարցերից անդին Հայաստանի ղեկավարը անդրադարձավ նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին եւ այս համատեքստում մասնավորապես օրերս Դիլիջանում կայացած Արմեն Գրիգորյան Հիկմետ Հաջիև հանդիպմանը շեշտելով. Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի կա արդյոք հետաքրքրություն, այսինքն շոշափման հանդիպման անհրաժեշտություն կա, թե ոչ։ Երկրորդը մենք եւ Ադրբեջանի փորձագիտական եւ Հայաստանի փորձագիտական շրջանակներում մենք տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը եւ մենք ինչպես եւ պարտավոր ենք զբաղված ենք իրադրության կառավարման։ Մենք ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել։ Դիանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։ Ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման ֆոնին սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի Վնուկովո, Շերեմետյևո, Դոմոդեդովո եւ Ժուկովսկի օդանավականներում։ Դա անհրաժեշտ է թռիչքների անվտանգություն ապահովելու համար հայտնել է տրանսպորտի նախարարությունը, նշելով, որ հետաձգվել է ավելի քան 260 չվերթ ավիաընկերությունները ներկայում փոխում են իրենց չվացուցակները, իսկ տերմինալներում ուղևորներին տրամադրվում են գորգեր եւ ներքնակներ։ Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը հայտնել է, որ հոբ համակարգն օրվա ընթացքում ոչնչացրել է մոտ 194 անօդաչու թռչող սարք, սա վերջին 2 տարիների ընթացքում մայրաքաղաքի վրա իրականացված ամենամասշտաբային օդային հարձակումներից մեկն էր։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ այսօր առավոտյան Մոսկվայի ուղղությամբ իրականացված զանգվածային օդային հարձակումը Կիևի Պեչորյան մայրավանքի դեմ ռուսական հարձակման պատասխանն էր եւ զգուշացրել է, եթե հարձակումները շարունակվեն, ապա Մոսկվան կայրվի։ Նա նշել է, որ եթե Պուտինը չի ցանկանում վերջ տալ այս պատերազմին, իրենք եւս հանգիստ չեն նստելու եւ շարունակելու են պատասխանել։ Հիշեցնենք, որ երկուշաբթի Ուկրաինայում առնվազն 10 մարդ է զոհվել անօդաչու թռչող սարքի եւ հրթիռային հարձակման հետևանքով, որի ժամանակ վնասվել է 1001 Կիև Պեչերսկի Լավրավանքը։ Ի դեպ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովն էլ հայտարարել է, որ իրենք էլ անպատասխան չեն թողնի Մոսկվայի դեմ զանգվածային հարձակումները։ Միջազգային նորությունները տեսաշարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել են, որ երկու երկրները ստորագրել են 60 օր գործողությամբ փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ուղղություններով, այդ թվում Լիբանանում, Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացում եւ երկրի վերականգնման համար հատուկ հիմնադրամի ստեղծում։ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները չի պահանջում, որ Իրանը լիովին հրաժարվի իր բալիստիկ հրթիռներից եւ կարծում է, որ Թեհրանը պետք է իրավունք ունենա նման զենք ունենալ։ ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել նաև Պուտինին եւ Սի Ցզինպինին Իրանի հակամարտության ընթացքում չեզոքության համար։ Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ժամանակավորապես կպահպանի ռազմական ներկայությունը Պարսից ծոցում Իրանի հետ ձեռք բերված համաձայնագրի իրականացումը վերահսկելու համար։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև պատերազմի դադարեցման հուշագիրը ստորագրումից հետո արդեն ուժի մեջ է մտել։ Նրա խոսքով Հորմուզի նեղուցը պետք է անապահ բացվի նավագնացության համար, իսկ Միացյալ Նահանգները կդադարեցնի իրանական նավահանգիստների շրջափակումը։ Գիշերը Սոչի Արխանգելսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը Սև ծովի վրայով թռչելի սաղետի ազդանշան է տվել եւ անհետացել ռադարներից։ Ինքնաթիռում 189 մարդ է եղել։ Ավելի ուշ տարածված տեղեկատվության համաձայն Smart-Avia-ի ինքնաթիռն անվտանգ վայրեջք է կատարել Սոչիի օդանավակայանում։ Boeing 737-800-ը մեկման օդանավակայան է վերադարձել տեխնիկական անսարքության պատճառով։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիան։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանին, հայտնում է ՏԱՍ-ը։ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև շփումները վաղուց դադարել են պաշտոնական լինելուց։ Դրանք բարեկամական բնույթ են կրում մեծ մասամբ Էրդողանի դիրքորոշման շնորհիվ, հանդիպանն ասել է Պուտինը։ Մեկ այլ դրվագում Դմիտրի Պեսկովը նշել է, որ անօթաչու թռչող սարքերը կառավարողները հստակ գիտեն, թե որտեղ են հարվածում։ Դա երեխաներ տեղափոխող ավտոբուս էր, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բելարուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա հարձակումը։ Մեր պատասխան հատուկ ռազմական գործողությունը նախատեսված է մեր երկրի եւ մեր բնակչությանը նման ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու համար, նշել է նա։ Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով 2 մարդ է զոհվել։ Ավիավթարի պատճառը հնարավոր է օդաչուի սխալն է եղել, 10-ին հայտնել են փրկարար ծառայությունից։ Ուկրաինան կրկին հարվածել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանին, գործարանը կրկին վերածվել է հրե կրակի։ Տուժածների եւ այլ ավերածությունների մասին տեղեկություն չկա։ Ռուսական կողմից ուկրաինական ԱԹՍ-ների վնասազերծման ընթացքում տուժել է ադրբեջանցի միլիարդատերերին պատկանող Սադավոտ շուկան։ Այսքանը ցտեսություն։